Բայց պարոն Կարապետյան, ինչպես եք տրամադրված։ Ուժեղ Հայաստան կուսակցության նախագահին առավոտյան են դատարան ուղեկցել տասնյակ ոստիկաններ։ Նույն ժամին Կարապետյանի հարյուրավոր աջակիցներ ողողել էին Երևանը այս կոչերով։ Ուժեղ Հայաստան կուսակցության անդամները համակիրների հետ կառավարության մոտ են պահանջում ազատ արձակել բարերարին, քանի որ վստահ են զանգովի արդարադատություն է գործում Հայաստանում, իսկ գլխավոր հեռախոսը այս շենքում է։ Հայաստանի Հանրապետություն ամեն ինչ որոշվում է ոչ թե օրենքի շրջանակներում, այլ մի մարդու կամայական որոշումների արդյունքում։ Քաղաքական հետապնդումների, իշխանական բռնաճնշումների վերջը գալու է հունիսի 7-ին, վստահեցնում է Արթուր Միքայելյանը։ Հայաստանում 86 օր հետո չի լինելու ոչ մի քաղաքական բանտարկյալ։ Սա մենք վստահեցնում ենք։ Կարապետյանի աջակիցներն ուզում են, որ հենց այսօր արդարադատությունը վերադառնա Հայաստան, ազատ արձակվի իրենց կուսակցության առաջնորդը։ Հուսում եմ, որ այսօր պետք է ազատ են, ինչ տնայինք կալակս, ինչ տնայինք, մարդը ինչ արել։ Դատարանը կախված է այդ ա**ից, ոնց կարող է փոխի։ Ամեն ինչ դեպի լավը կփոխվի, եթե Կարապետյանի նման գործիչները ղեկավարեն Հայաստանը, համոզված են այս մարդիկ։ Իր ապրած կյանքով ցույցացնում են, որ ինքը ինչ ազնվորություն է, հայրենասեր մարդ է, առաջինը։ Ժողովրդի փողը չի գողացել։ Սամվել Կարապետյանը, այո, նա Հայաստանը դուրս է բերելու այս ծանր իրավիճակից, իհարկե ժողովրդի աջակցությամբ եւ իր հայրենասիրությամբ։ Թե պարոն Կարապետյանի մասին, որ դուք նշում եք, թե Հայաստան դաշինքի իր ղեկավարով, եւ թե ասենք հիմա արդեն պարզաբարգավաճ Հայաստանը, այդ ցանկացած իշխանափոխության դեպքում սրանք կարող ուժեր են, որոնք շատ բան կարող են անել երկրի համար այս խայտարակ վիճակից դուրս բերելու համար։ Այս ակցիային զուգահեռ Սամվել Կարապետյանի թիմակիցների մի մասն էլ քննչական կոմիտեի մոտ է վանկարկում ազատություն Սամվել Կարապետյանին։ Սամվել Կարապետյանն եզակի բարերարներից է, ազգային գործիչներից է։ Ուժեղ Հայաստանի անդամները վստահեցնում են, իրենց պայքարը նաև նրա համար է, որ արդարադատության ինստիտուտները Հայաստանում աշխատեն ոչ թե Փաշինյանի տրամադրությամբ, այլ օրենքի տառին համապատասխան։ Ակցիաների ընթացքում ամբողջ Երևանն է ողողված եղել Սամվել Կարապետյանին աջակցող պաստառներով։ Ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին, այս ուղերձն են փոխանցել մարդիկ։ Ալբերտ Սերոբյան, Հայկ Ավանեսյան, Աշոտ Մնոյան, Հարություն Մատևոսյան, Հայլուր։